Աբու Դաբիում անցկացվեց Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը։ Միջազգային մակարդակով գնահատելով խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված հետևողական և սկզբունքային հանձնառությունը, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին շնորհվեց Զայեդ մրցանակը։ Հանդիսավոր արարողության ընթացքում ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ եւ այն մեր հնարավորություններից դուրս է, հետեւաբար մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց այն, որ երկու երկրները պետք է կենտրոնանան իրենց ազգերի համար խաղաղ եւ բարգավաճ ապագա կերտելու վրա, որը նրա գնահատմամբ հեշտ ճանապարհ չէ, որովհետեւ կան մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ եւ նույնիսկ ատելություն։ Հակամարտության ընթացքում շատերը մահացել են եւ շատ սգացող ընտանիքներ հետևում են այստեղ տեղի ունեցողին։ Նրանցից ոմանք հնարավոր է այս իրադարձությունը համարեն անտեղի, բայց տառապանքների շարունակությունը ոչ թեթևացնում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են։ Սպանությունների շարունակությունը ոչ թեթևացնում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են, եւ նրանց հարազատների համար։ Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է։ Խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է։ Հայաստանի վարչապետը միաժամանակ շնորհակալություն հայտնեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, որի անձնական ներգրավվածության եւ խաղաղության իդեալին նվիրվածությունն էին ըստ Փաշինյանի խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական գործոնները։ Ադրբեջանի նախագահն էլ իր ելույթում նշեց, որ երկու երկրներն արդեն 6 ամիս է խաղաղության մեջ են։ Ինչպես ես բազմիցս ասել եմ, մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ եւ դա առանձնահատուկ զգացողություն է։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո վերջին 6 ամիսները եղել են գործընկերության, համագործակցության եւ երկարաժամկետ ու կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթացի ամիսներ։ Նրա խոսքով վերջին 6 ամիսները կարևորագույն նշանակություն են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար։ Մենք ոչ միայն վերացրինք Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումներ, այլև սկսեցինք նավթամթերք արտահանել Հայաստան։ Այլ կերպ ասած, վերջին 6 ամիսների ընթացքում մենք համագործակցություն ենք հաստատել։ Այժմ մենք ընդլայնում ենք մեր առևտրային հարաբերությունները։ Այսօր առավոտյան ես հանդիպեցի իմ հայ գործընկերոջ հետ եւ մենք քննարկեցինք հաջորդ քայլերը։ Ադրբեջանի նախագահը եւս շնորհակալություն հայտնեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործում ունեցած իր ներդրման համար։ Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա օգոստոսի 8-ին Դոնալդ Թրամփը հյուրընկալեց եռակողմ գագաթնաժողով, որը հանգեցրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը եւ համատեղ հռչակագրի ստորագրմանը, եւ որ նախագահ Թրամփը նույնպես այն ստորագրեց որպես վկա, այդպիսով վերջ դնելով ավելի քան 30 տարի տևած երկարատև արյունալի եւ մահացու հակամարտությանը։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։